Մոսկվայի մեխանիզմի առաջարկությունների վերաբերյալ ԵԱՀԿ 24 անդամ պետությունների համատեղ հայտարարությունը քաղաքական գնահատականների առանցքայնում է։ Իշխող թիմը բացատրում է, որ զեկույցը պարունակում է լուրջ փաստական անճշտություններ, ընտրողական մեկնաբանություններ եւ քաղաքականապես կողմնակալ եզրակացություններ։ Կառավարության անդամները նշում են, որ մտադիր չեն իրականացնել վերը նշված առաջարկությունները, քանի որ դրանք պարունակում են քաղաքական գնահատականներ, մանիպուլյացիաներ եւ նշանակում են երկրի ինքնիշխանության հանձնում։ Հիշեցնենք, ԵԱՀԿ 24 պետություններ համատեղ հայտարարություն են տարածել եւ կոչ արել Վրաստանին կատարել Մոսկվայի մեխանիզմի առաջարկությունները։ Զեկույցի համաձայն մանդատի ժամկետի ընթացքում Վրաստանը ակնհայտորեն ժողովրդավարական տեսանկյունից հետընթաց է գրանցել։ Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրավապահ մարմինները գործեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ անցկացնեն արագ, անկախ եւ անաչառ հետաքննություններ խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի բոլոր մեղադրանքների վերաբերյալ, եւ որ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Վրաստանը պետք է նաեւ դադարեցնի ընդդիմադիր կուսակցությունները արգելելու փորձը, հետ վերցնի այս հարցի վերաբերյալ ներկայացված դիմումներ եւ ապահովի քաղաքական բազմակարծրության լիակատար հարգանքը։ Վերջապես զեկույցը շեշտում է դատական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու անհրաժեշտությունը։ Համատեղ հայտարարության ստորագրողներն են եվրոպական երկրների մեծ մասը։ Փաստաթղթի նախաձեռնողների եւ ստորագրողների թվում չկան հարևան երկրները Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ ԵԱՀԿ-ի Մոսկվայի մեխանիզմի զեկույցը Վրաստանի վերաբերյալ ներառում է մի շարք օրենսդրական բարեփոխումների հանձնարարականներ, որոնք ներառում են օրենքների չեղարկում։ Դրանք են օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը, դրամաշնորհների մասին օրենքը, հեռարձակման մասին օրենքը եւ ընտանեկան արժեքների մասին օրենքը։ Բացի այդ, զեկույցը նաեւ ներառում է որոշակի օրենսդրական կարգավորումների փոփոխություններ։ Զեկույցը նաև ներառում է առաջարկություններ մի այլ ոլորտներում, այդ թվում ազատ ընտրությունների, խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի, ազատության եւ անվտանգության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, հավաքների, միավորումների եւ արտահայտման ազատության, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի, հաշվետվողականության, միջազգային համագործակցության վերաբերյալ։ Բացի այդ, փաստաթուղթը պարունակում է առանձին առաջարկություններ ԵԱՀԿ, մասնակից պետությունների եւ միջազգային հանրության համար։ Վրաստանի վերաբերյալ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված հերթականությամբ 9-րդ բանաձևը քննարկման առանցքայնում է։ Էլեն Խոշտարյայի եւ քաղբանտարկյալների գործը վերանվանման փաստաթղթով Եվրոպական խորհուրդը պահանջում է Խոշտարյայի եւ այլ կալանավորված անձանց ազատ արձակում, չեղարկում որոշակի օրենքների եւ թիրախային պատժամիջոցների կիրառում։ Այն վերաբերում է նաեւ Միխեիլ Սաակաշվիլիին։ Մեծամասնությունը ասում է, որ օտարերկրյա գործիչները ընդդիմության հիմնական փրկողակն են։ Մերձավոր Արևելքում իրավիճակը բարդ է մնում, ԱՄՆ-ն պնդում է, որ գործողության շրջանակներում հարված է հասցվել Իրանում գտնվող 6000 թիրախների։ Կարմիր մահիկի ընկերության տվյալներով ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում վնասվել է ավելի քան 20000 քաղաքացիական օբյեկտ։ Իսրայելը հարվածի նորալիք է սկսել ինչպես Իրանի, այնպես էլ Լիբանանի դեմ։ Միաժամանակ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվել են եւ մի քանի շենքեր վնասվել։ Բացի այդ, իրանական լրատվամիջոցների տվյալներով Թեհրանում ցույցեր անցկացնելու հրապարակում տեղի է ունեցել մեծածավալ պայթյուն, որի հետևանքով զոհվել է 1 կին։ Թասնիմ լրատվական գործակալության տվյալներով պայթյունը Թեհրանի կենտրոնական տրանսպորտային զարկերակի Էնգելապ փողոցից հարավ գտնվող տարածքում տեղի ունեցած ԱՄՆ-իսրայելական ռմբակոծության արդյունքն է։ Նրանց տվյալներով այսօր Թեհրանում պետք է տեղի ունենար Ղոդս ուժերի կողմնակիցների ցույց, որտեղ նախատեսվում էր ելույթ ունենալ Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար եւ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նախկին գլխավոր խորհրդական Ալի Լարիջանին։ Բացի այդ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով Իրաքում վառելիքով լցվող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի 6 անդամներից 4-ը։
Մենք ոչնչացնում ենք ահաբեկչական ռեժիմը Իրանում, պարտության մատնում նրա դաշնակիցներին Լիբանանում, ասում է Իսրայելի վարչապետը։ Սա վերջինիս առաջին մամուլի ասուլիսն է պատերազմի սկզբից ի վեր։ Ըստ Իսրայելի վարչապետի, Իսրայել-Միացյալ Նահանգներ ուժերի աննախադեպ միավորման արդյունքում հասել են հսկայական նվաճումների։ Բենյամին Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին եւ նշել, որ մոտենում է այն պահը, երբ նրանք հնարավորություն կունենան ազատություն ձեռք բերել։ Իսրայելի վարչապետը նաև խոսել է Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների մասին, ասել է, որ այս շփումը 100 անգամ ավելի ուժեղ է, քան երբևէ եղել է Ամերիկայի եւ Իսրայելի վարչապետների միջև։ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրում է, որ ամբողջությամբ ոչնչացնում են Իրանի ահաբեկչական ռեժիմը ռազմական, տնտեսական եւ այլ առումներով։ Նրա խոսքով Իրանի ռազմածովային եւ օդային ուժերը այլևս գոյություն չունեն, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ ամեն ինչ ոչնչացրել են, իսկ նրանց առաջնորդները այլևս կենդանի չեն։ Մենք ունենք աննախադեպ ռազմական ուժ, անսահմանափակ զինամթերք եւ առատ ժամանակ։ Դուք տեսաք, թե այսօր ինչ կպատահի այս խելագար սրիկաների հետ։ Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց երկրի մասշտաբով եւ հիմա ես որպես ԱՄՆ-ի 47-րդ նախագահ սպանում եմ նրանց։ Մեծ պատիվ է դա անել, գրում է Դոնալդ Թրամփը։ Իրանը մեղադրում է Եվրամիությանը պատերազմի մեղսակից լինելու մեջ, գրում է Պոլիտիկոն հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։ Եվրամիության անտարբերությունը ԱՄՆ եւ Իսրայելի ագրեսիայի, դաժանության եւ հանցագործությունների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան մեղսակցություն, ասել է Բաղին։ Ինչպես գրում է Պոլիտիկոն, Եվրամիության առաջնորդները տարբեր դիրքորոշումներ ունեն Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության վերաբերյալ։ Իսպանիան համարում է Եվրոպայում ռազմական գործողության ամենակոշտ քննադատներից մեկը։ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան տարբեր դիրքորոշում ունեն այս հարցում։ ԱՄՆ-ն չեղարկել է ռուսական նավթի գնման վրա դրված պատժամիջոցները մինչև ապրիլի 11-ը։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեզանտը հայտարարում է, որ երկրներին թույլատրվում է գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթը եւ նավթամթերքը, որոնք ներկայումս բեռնված են նավերի վրա։ Նրա խոսքով սա ժամանակավոր միջոց է, որի նպատակն է խթանել համաշխարհային էներգետիկ շուկաներում կայունությունը պատերազմի ընթացքում եւ դա էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը։ Ավելի վաղ Բեզանտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի ուղարկել նավերը Հուրմուզի նեղուցով, հենց որ դա ռազմական առումով հնարավոր լինի։ Աղետի երկրորդ օրը Տղիբուլի մունիցիպալիտետում սողանքը դեռ ակտիվ է։ Քորսեփ գյուղում շարունակում են երկրաբանական դիտարկումները։ Նախնական գնահատականներով Քորսեփ գյուղում այս փուլում ամբողջությամբ ավերվել է 10 բնակելի տուն, իսկ վնասվել է մի քանիսը։ Սողանքը ծածկել է մոտ 58 հեկտար տարածք, որի արդյունքում աղետի գոտում հայտնվել են մոտ 40 տեղացի բնակիչների տնամերձ ցողամասեր եւ բնակելի տներ։ Տեղական եւ կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են Տղիբուլիի Քորսեփ գյուղի բնակչության հետ, որոնք տուժել են սողանքից։ Քութայիսի եւ Տղիբուլի հյուրանոցներ են տեղափոխվել 45 ընտանիք, մասնավորապես 106 անձ։ Գյուղում գործում է արտակարգ իրավիճակների շտաբ, անվտանգության նկրտումներից ելնելով փակվել է Քութայիսի Տղիբուլի կապող ճանապարհը։ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը Մարնեուլի եւ Բոլնիսի ջրամատակարարման համակարգի մոնիթորինգի ընթացքում բացահայտել է անօրինական միացումների մի քանի փաստ։ Մասնավորապես առանձին օբյեկտներ անօրինական կերպով օգտագործում են ջրամատակարարման եւ կոյուղի ենթակառուցվածքներ։ Ընկերությունը շարունակում է երկրի մասշտաբով վերահսկել ցանցը եւ կոչ է անում բնակչությանը օգտագործել ջրամատակարարման եւ կոյուղի համակարգերը օրենքով սահմանված կանոններին համապատասխան, հակառակ դեպքում խախտողը կտուգանվի։ Երկրում խստացվում են պլաստիկե շշերի օգտագործման կանոնակարգերը։ Հուլիսի 1-ից հանրային սննդի հաստատություններում կարգելվի
պլաստմասե շշերով խմիչքներ մատուցելը։ 2027 թվականի փետրվարի 1-ից այլևս թույլատրված չի լինի նման շշերով խմիչքների արտադրությունը բացառությամբ արտահանման համար նախատեսված ապրանքների։ Ինչպես նշել են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում, արգելքները չեն տարածվի 3 լիտր և ավելի ծավալով խմելու ջրի, ինչպես նաև 20 լիտր և ավելի ծավալով տարբեր խմիչքների վրա։ Գործակալությունը նշում է, որ այս կարգավորումը կօգնի վերացնել շրջակա միջավայրի խնդիրները և նվազեցնել մարդու առողջության համար ռիսկերը։ Հունվար-փետրվար ամիսներին արտահանումը աճել է գրեթե 23%-ով, ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 26 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է ազգային վիճակագրական ծառայությունը, միայն փետրվարին երկրից արտասահմանյան շուկաներ է արտահանվել 546 միլիոն դոլարի արտադրանք։ Ազգային տուրիզմի վարչությունը ITB Չինա շրջաններում հյուրընկալել է մոտ 20 չինացի տուրօպերատորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ համագործակցությունը խորացնելու և Վրաստանում համատեղ տուրեր կազմակերպելու համար։ Քննարկումը կենտրոնացած է եղել Վրաստանին հատուկ կարգավիճակ շնորհելու վրա մայիսին Շանհայում նախատեսված ITB Չինա ցուցահանդեսում։ Չինացի տուրօպերատորներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները այցելել են հին Թբիլիսի, Մսխեթա և Մուխրանի։ Նրանք ծանոթացել են մշակութային առումով հետաքրքիր վայրերի, համտեսել վրացական ուտեստը և գինին։